Քեզ հետ ինչպես ծովի վրա թռչող ճայեր լինենք ազատ Քեզ հետ միայն ես կկիսեմ օրերը իմ և լավ և վատ Երկու թևն ենք մենք սիրո Սլանում ենք միասին օթեղեն կամաներով Միայն նա ես կհասկանամ հոգուտ բոլոր խորքերը ես Միայն շպտաս ես կլսեմ խոսքերը քո քաղցրիկ այնպես Երկու թևն ենք մենք սիրո Եվ վազում ենք միասին այս կյանքի ճանապարհով Լիլ, Սառա, փաստորեն դու էլ հենց իմացել ես Լիկան ծննդատունն է, միանգամից եկել ես։ ես ուղղակի տուն չեմ գնացել Բայց ի՞նչ է վիճակդ։ Ինչա նորմալ ծպտվածի վիճակ է Այսինքն Լսի ինչ եմ ասում Քննիչի ինձ հիվանդանոցից վտարել է, բայց եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ իմ դեմ դուրս գա, ես պետք է Լիկային օգնեմ։ Գիշեր ուզում էինք փախնենք, այն էլ բռնվեցինք։ դու գժվել եք, Սառա։ Իբր այդ աղջիկը վրա քիչ մեղադրանք կա, մի հատ էլ դու ես ավելացնում։ Աղջներս չբերեց, որ Լիկան իրան վատ չզգար, հաստատ կփախնեինք։ Արի բան եմ ուզում ասեմ, չեմ ուզում լսել։ Հիմա ինչ ես մոգոնել։ Արի կասեմ։ Ոյ Սառա, արի։ Այո, պարոն մայոր։ Դեպքը մի քիչ առաջ է պատահել։ Մահվան ստույգ պատճառը դեռ պարզ չէ։ Եղավ։ Ուր եք տանում երեխուն։ Տանում եմ գլխավորի մոտ, թող հետազոտի իմանանք ինչից է մահացել։ Բայց ինչից կարար մահանար առողջ երեխա էր։ Երևի մեջքի վրա է պարկացրել, ինքն իր հետ տվածից խեղդվել է։ Ինչ իմանամ ինչից է մահացել։ Աստվածի։ Որ մեղքի համար։ Քանի անգամ ասեցի, մեջքի վրա մի պարկացրեք։ Աստվածիմ, հենց իմ հերթափոխին պիտի լինի այս ամեն ինչը։ Դու էլ դեռ ստուգում չարած միանգամից դիագնոզ ես նշանակում։ Ինչ գիտես դրանից է մահացել։ Համել ես ինքս եմ տեսել ոնց է Լիկան իրան կողքի պարկացնում։ Դե լավ էլի, դու էլ մի պաշտպանի այդ հանցագործին։ Ինչ տիպի հիվանդասես բերում են այս հիվանդանոց։ Վերջի սրանց նմանների պատճառով գլխից գործ են բացել ու նստացնել։ Լսի, կամաց։ Լիլ, ընկերուհիսի օգնության կարիքն ունի ու եթե ամբողջ աշխարհն ինձ դեմ դուրս գա, դու գիտես, ես իրեն օգնելու եմ։ Հա, բայց այդ գնով Սառա։ Հա, ու դու ինձ պետք է օգնես։ Գիտեմ, mən գլխից չես ասել ու դրա համար կարծիքը չեմ հարցնում, պիտի օգնես ու վերջ։ Լուրջ եմ ասում, դու մարդ չես, գլխացանի տեղ ես, գնա։ Սուս լսի ինչ եմ ասում, Լիկայի պալատի դիմացը ոստիկանը կանգնած հսկում է։ Ամեն ինչ անում ես, չգիտեմ ինչ ես անում, շեղում ես, որ կարողանաս մտնել պալատ, հասկացար։ Հետո Շերլոկ։ Հետո ես գլխարկը տալիս ես Լիկային։ Ինչ ես անում։ Այս սրանք տալիս ես Լիկային։ Ինքը հետ ընթացքում խալատն ու գլխարկը դնում է, դու ոստիկանի ուշադրությունը շեղում ես։ Կինոներում տեսած կլինես ոնց են շեղում։ Դու շեղում ես, ինքը այս ամեն ինչը հագնում է, դուրս է գալիս, բայց ամեն ինչ անում ես, այդ պահին կարևորը, որ ոստիկանը հանկարծ Լիկային չտեսնի, հասկացար։ Փաստորեն դարի փախուստ ես, հա, պլանավորել։ Աղջիկ ջան, տենց համ Լիկայի վիճակն է ծանրագնելու, համ իմ ու քո։ Բայց դու ինչ կեղտն ես։ Եթե ուզում ես, որ երեքս միասին բանտ գնանք, խնդիր չկա, ես ձեզ կօգնեմ, կգամ ձեր հետ։ Բայց Լիկային մենակ գրագետ պետք է պաշտպանենք, աղջիկ ջան, չի մտնում ուղեղդ։ Ինչ ես ասում։ Չկայացած փաստաբանը խոսեց, դե գնա պաշտպանի, ում ես սպասում։ Լսի, ես իրավաբանականի ուսանող եմ, այլ ոչ թե փաստաբան, որ պաշտպանեմ։ Հետո լես քո անշարժ գույքի գործակալությունը չի, որ տես թղթերը ստորագրեմ ու գցեմ մի կողմ։ Ունատ մի արի լավ հասկացանք, ուղղակի անճարությունից չգիտեմ ինչ անեմ, ոնց օգնեմ Լիկային, Աստված ջան։ Ինքը հանցագործ չի հասկանում, ես ինքը անիմաստ իրան կրակն է գցել։ Արդեն որերորդ անգամ քեզ նույն բանն եմ ասում, եթե ինչ-որ բան գիտես, Սառա, ասա, ես էլ իմանամ։ Իհարկե գիտեմ, չես հասկանում։ Ուղղակի գաղտնիք է, չեմ կարող բացել։ Շատ գաղտնապահ աղջիկ է, դուրս եկար, շատ։ Շնորհակալություն ինձ վստահելու համար։ Ուղղակի խոստացել եմ, որ մեր երկուսից բացի ոչ մեկը չի իմանալու, բայց եթե ինչ-որ երրորդ մարդ է լինելու, այդ երրորդ մարդը կլինես դու։ Հուսամ։ Հուսամ չի, այդպես է։ Հիմա չես օգնելու Լիկային փախցնենք։ Ոչ։
Այն կողմ գնա, ես բարձրանում եմ վերև։ Հասկացա, չէ, եղբորդ հետ այսպես կոալիցիա է կազմել, որ երեխուն ձեռքից վերցնեք, Լիկային էլ բանտ ուղարկեք, չէ, ձեզ էլ իմացա, գնա վերև, ում ես ասում։ Լուրջ ես ասում։ Չես զգում, որ պանիկայի մեջ ես ու հիմա անիմաստ որոշումներ ես կայացնում։ Գնա, որ հասնես գոնե զանգի ձայնը լսեմ, կլինի։ Կլինի։ Դու էլ այդ փախցնել, մախցնել, այդ ամեն ինչ խնդրում եմ մտքիցդ հանի, որովհետև այդ հարցի լուծում չի։ Գնա, Հաջող։ հաջող։ Շատ լավ, հասկացած ես, կեսօրից հետո է հարմար։ Հա, իհարկե, հենց պարոն Աղայանը եկավ, ես անպայման կտեղեկացնեմ։ Խնդրեմ, ցտեսություն։ Բարև։ Լավ ես։ Գիտես որ չէ։ Ինչ ես անկապ հարցնում։ Արի ձևեր մի թափի էլի բան, թե ոչ մի բանից տեղյակ չես։ Դե պարզա կնոջդ քաջագործություններից տեղյակ եմ։ Գիտեմ, կարծիքս քեզ հետաքրքիր չի, բայց ասեմ։ Անկեղծ զարմանում եմ, ոնց կարելի կան նման տղամարդու հետ տենց վարվի։ Մորթելու եմ։ Երկուսին էլ մորթելու եմ, Տոմա։ Պետք չի։ Խնայի քեզ։ Քիչ մնաց լիք աղջիկ։ Ձեռքիցս հաց ես մուրալու։ Եկար ցավը տալեմ, արի։ Այն արդես պեմզա բլոկի ցեխի բանն եմ նայում, գծագիրն եմ նայում, 1000 ասեցի այդ մարդին, ախր այդ մի խոսքով կանչել եմ գալու է, այս մի երկու բանը ուղղելա պետք։ Մանացես որ կանչել ես, բայց որ իմանայի գործի համար ես կանչը չէի կապա։ Լավ ես։ Դե հա, երեկվա ձեր քնապերից հետո հրաշալի։ Պարզավարած հասցրել եմ մեր հետ, որ գլխացավի դեղի փոխարեն քնաբեր եմ տվել։ Լավ, մի օր քնեցի, երկու օր քնեցի, հոսախ կյանքս չեմ քնելու պա։ Այս մարդու կնիկ, տենց որոշել եք ինձ ոնց ապահովագրեք։ Մեկը, ինչ էլ ուզում լինի, ես այդ երկուսի քթից բերելու եմ, դու չգիտես։ Լավ էլ անելու ես, հենց դրա համար էլ կանչել եմ, նստի խոսեք։ Նստելս է չի գալիս։ Այն ինչ հիմա կասեմ, ես շատ երկար եմ մտածել, շատ։ Ես իմ կյանքում շատ դառնություններ եմ տեսել։ Ամենադժվար պահին ճիշտ պատասխանը գտել եմ ու հենց այդ պատասխանն եմ տվել։ Դրա համար էլ հիմա այստեղ եմ նստած այս աթոռին, ոչ թե Բերթի նարին կամ բորդյուրի քարին։ Ինչ ես այդպես հերվից գալիս։ Շո բան ունես ասել ու ասա։ Առանց այդ գլուխս տրակում է։ Ասեմ։ Ամեն ինչ պիտի անես, որ կնգատ հետ բերես։ Ինչ։ Չկա տես բան։ Ու ասում ես ինչ ես ասում բան։ Ինչ ես հիստերիկի նման վեր թռնում արա։ Բան եմ խոսում այդ մարդավարի, նստի խոսում ենք։ Նստի ասում եմ։ Մենակ այնպես բան չասես, մարդու սիրտը չպայթի։ Այն ինչ հիմա կասեմ, լսի մինչև վերջ։ Արա դու վաղուց արդեն երեխա չես, մեծ մարդ ես, արա, օջախ ունես, ընտանիք ունես։ Ես մեծ հիմնարկի տեր ու տիրականն ես։ Դել տենց հռի կոպալի որոշումներ իրավունք չունես կայացնելու, հասկանում ես դու։ Կստացի տղետ էլ գիշերը ծնվել է։ Ինչ։ Ինչ ասեցի, մի հատ էլ ասել է։ Տղետ, գիշերը ծնվել է։ Կնգատել բռնել են։
Ինչ ասեցիր։ Բարև ձեզ։ Կներեք կարելի է ներս մտնել։ Մոտ եք եկել։ Ես եկել եմ Լիկայի մոտ։ Ինձ ասացին, որ ես պալատում ապարկած։ Իսկ դուք Լիկա ինչն եք։ Դե հայավարի ասած ես Լիկայի տալն եմ ու չի կարելի Լիկայի մոտ մտնել։ Չնայած գիտեմ, որ դա օրենքի խախտում է, բայց խնդրում եմ էլի մարդ եղեք, թողեք գնամ Լիկայի մոտ։ Զենք չկա, ինձ մոտ կարող եք ստուգել։ Հարցը դա չի։ Հիմա Լիկայի վիճակը այնպեսին է, ինչ հարազատ էլ գար, թողելու ենք մտնել ներս։ Բարև ձեզ։ Շատ անուշ պուջուր ունեք, շատ լավն է։ Շնորհակալ եմ։ Լիկայի մոտ եք եկել, հա։ Հա, Լիկայի մոտ եմ եկել։ Ինչ որ բան է եղել։ Դե հա։ Լիկան լավ չի զգում իրան, հա։ Երևի դժվար է անցել ծննդաբերությունը։ Հիմա ո՞նց է։ Լիկան լավ է, երեխան լավ չի։ Ոնց երեխան լավ չի, բայց Չգիտեմ ոնց ասեմ։ Ցավակցում եմ։ Լիկ Միլաց, խնդրում եմ, Լիկ, խնդրում եմ։ Էլ ինչ-որ բան պետք է։ Չէ, ոչ մի բան պետք չի գնա։ Կարող է ձեզ գլխացավի դեղ բերեմ, պարոն Աղայան։ Չէ, գլուխը չի ցավում, պետք չի գնա։ Գլխացավի դեղ բերեմ։ Վերցրու։ Բարով է եկել տղետես աշխարհ։ Ես շատ ուրախ եմ։ Ինքը քո տղեն է, քո շարունակությունը։ Դու էլ իր հայրն ես։ Պապ, դու գիտես է, ախր դու գիտես, թե ես ինչ անհամբեր եմ սպասել ես անում։ Բայց դիկանն ես չարես, որ ես իմ երեխու ծնունդը ուրախանամ։ Բան չկա, ցավը տոնեմ։ Բան չկա, ես քեզ հասկանում եմ, հիմա ամեն ինչ գլխի վեր շուռ է եկել, բայց դա հեչ կապ չունի։ Ինքը քո երեխան է, դու էլ իր հայրն ես, ու պիտի տեր կանգնես այդ երեխուն։ Դե լե հարցը։ Այդ իմ երեխան է, թե այդ անուն ասում։ Մեկ ասեցիր, էլ կյանքում չկրկնես այդպես բան, հասկացար։ Էլ չկրկնես։ Բա ինչ անեմ։ Ախր մեջս կա հասկատան, գեպապ, սույտս տրակում է։ Տղա ջան, այդ դնաթեյով կարելի է 5 րոպեում ստուգել, հասկանում ես, որ դա խնդիր չի ընդհանրապես։ Մեր խնդիրը հիմա ուրիշ է։ Մեր ընտանիքի պատիվը Լիկան գետնով է տվել, դրա դեմ պիտի առնենք։ Ոնց առնենք։ Էլ ոնց։ Սաղ քաղաքը թքում այրեսիս։ Մի չեն, 1000 չարից փրկում է։ Ինչու, արա, հիմա ամենտեղ ասելա պետք, որ կինդ այդ գործի հետ ընդհանրապես կապ չունի, որ զրպարտում են, հասկանում ես։ Բա ինչ, մի հատ չասեմ, որ Լիկան իմ սրբությունն է, ես աշխարհի չափ իրան սիրում եմ, առանց իրա մենք չենք կարող ապրենք, հա։ Հա, ճիշտ էլ ճոգել ես, հենց այդ էլ պիտի ասես։ Ես չեմ կարող այդպես բան ասեմ, ո՞նց ասեմ։ Լսի, գիտես ինչով են տարբերվում ուժեղ տղամարդիկ թույլ տղամարդկանցից։ Գիտես։
ուժեղները անում են անհնարինը։ Այդ դու այստեղ հենց հիմա քեզ համար պիտի որոշում կայացնես ու ես պիտի հասկանամ դու այն տղամարդն ես ում վրից կարող է կնիկը թռնի գնա, թե այն տղամարդը, որ անհնարինը կարող է անել։ Ընտրությունը քոնն է, որոշի։ Դու հասկանում ես, որ կնիկը այնց մի արարած է, որ հասարակ տղամարդուն կարող է դարձնել թագավոր, թագավորին էլ կարող է դարձնի մուրացկան։ Դու որ կնգա խելքին հետևես, դու քեզ կկործանես, տղա ջան։ Դու պիտի ավելի հավասարակշռված ես ու հասկանաս ես կյանքում ինչ ես ուզում ընդհանրապես։ Դու ո՞նց ես մտածում, պապ։ Ես որ պատկերացնում եմ, որ ինքը Բենոյի հետ ինձ դավաճանել, հա? Սիրտս կանգնում է, հասկանում ես։ Ես այդքանից հետո ուզում ես, որ ինչ-որ հավասարակշռված լինեմ։ Չեմ կարա, պապ, չեմ կարա։ Պիտի կարողանաս, ուրիշ ելք չունենք, հասկանում ես, պիտի կարողանաս։ Անհնար բան ես ասում։ Չեմ կարա։ Դու Նապոլեոնի մասին լսած կաս։ Նապոլեոն Բոնապարտի մասին լսած կաս, այն որ հայ-հայեր Եգիպտոսը գրավում էր։ Գիտես ինչ պատահեց այդ մարդու հետ։ Ճակատամարտից առաջ մի նամակ ստացավ, թե բա Ժոզեֆինան քեզ դավաճանում է։ Ու ինչ ես կարծում, ինչ եղավ այդ հզոր զորավարի հետ։ Կոտրվեց։ 100%-անոց հաղթանակը դարձավ 0։ Ու այդ հզոր բանակը Նապոլեոնի անկանոն եգիպտական բանակին պարտվեց։ Դու հասկանում ես ինչ եմ ասում հիմա։ Դավաճանությունը մարդու մեջքին խրած դանակ է։ Այնպես որ հզորներն էլ են պարտվում։ Դու պիտի կարողանաս դիմակայել այդ ամենին։ Հասկանում ես տղա ջան, որովհետև իմ տղեն ես։ Պիտի դիմակայես, մտել ես այդ խաղի մեջ, ուրեմն պիտի խաղաս մինչև վերջ։ Ես ինչ անեմ հիմա։ Դիմակ դնեմ, հա։ Ու ամբողջ կյանքում այդ դիմակով ապրեմ։ Ուրիշ ճար ունես։ Եթե հա, ասա։ Ճար չկա։ Դաժանա։ Հա, ցավդ տանեմ։ Դաժանա։ Ոնց որ այն ժամանակ էի ասում։ Նոր էլ ասացի։ Մտել ես այդ խաղի մեջ։ Ուրեմն խաղա մինչև վերջ։ Հասկանում ես ինձ։ Մինչև երբ։ Չգիտեմ։ Դու ես ընտրել ես ճանապարհը։ Դու էլ պիտի քայլես այդ ճանապարհով։ Ինձ որ մնար։ Ես քեզ այն գլխից դեռ ասել եմ, որ ոչ այդ աղջկա հետ ամուսնանալ էր պետք, ոչ էլ Ռոբի հետ այդպես վարվել էր պետք։ Աստված դեմը դա բերում հիմա։ The V Company նորաբաց կենտրոն Գլենդելում, երկրում բացառիկ համարվող կրայոթերապի, Novotor, Normatec Plus Pro և Cryoskin տեխնոլոգիաները մեկ կտուրի տակ։ The V խորը սառեցման և ուլտրակարմիր լույսի պրոցեդուրաների շնորհիվ ամենակարճ ժամանակում ամրապնդեք ձեր իմունային համակարգը, կարգավորեք արյան շրջանառությունը, ազատվեք մարմնի ցավերից, անցանկալի ճարպերից և կնճիռներից։ The V Company պահպանեք առողջությունը, գեղեցկությունը, երիտասարդությունն ու եղեք ինքնավստահ։ Խնդրում եմ էլ ես խմի։ Ուր երեխաս։ Գլխավորի մոտ են տարել։ Ասեք թող հենց հիմա բերեն իմ մոտ։ Ասեք թող բերեն։ Խնդրում եմ էլի լիկա, խնդրում եմ մի լացի։ Բժիշկն ասել էր, որ առողջ երեխա է։
որ ոչ մի հիվանդություն չունի։ Ինչի պետք է ասես բան լինել մի։ Խնդրում եմ էլի։ Խնդրում եմ մի լացի, ոչ մեկս էլ չենք ուզում, որ սենց բան լիներ լիկա։ Ես երևի դուրս գամ, հա երեխան լացում եմ։ Թող եմ երեխան էլ ողջ լիներ։ Թող եմ երեխան էլ ողջ լիներ։ Անդադ լաց լիներ, թեկուզ արերով չի գնայի, բայց թող կողքս լիներ։ Խնդրում եմ էլի լիկա։ Խնդրում եմ հիմա սենց լացելով դու այդ երեխուն հետ չես բերելու։ Խնդրում եմ քեզ հավաքի։ Ես չգիտեմ ինչի Աստված քեզ հիմա սենց պատժում ու ինչի է դժբախտությունը դժբախտության վրա քեզ բերում, բայց դու ուժեղ մարդ ես, դու կդիմանաս, խնդրում եմ մենակ մի լացի։ Դիմանա։ Էլ չեմ դիմանա։ Ես փախա, որ երեխես ազատության մեջ ծնվի, որ իրան երջանիկ ապագա տամ։ Չեմ դիմանա, լիլ չեմ դիմանա։ Խնդրում եմ էլ մի լացի լիկա, խնդրում եմ։ Դու շատ ուժեղ ես, դու դիմանաս, խնդրում եմ։ Խնդրում եմ։ Այ կնիկ, այդ վախենում էր դպրոցի զանգտա չհասցնես, առավոտ քշերանը գնացիր գերեզմանոց։ Համբերը իր կտանի էլի։ Այ ասում եմ, հազար ասում եմ, մենակ գերեզմանոց մի գնա, թե չէ հետո մի շտապօգնության բրիգադա պետք ես հետ բերելու համար։ Գերեզմանոց չի հասա։ Հա? Հա։ Վերևի փողոցի անգինին տեսա։ Հա։ Ասում էր լիկային են տնից անել, աբոյենք։ Ինչ։ Հա, իբր սիրեկան ունի, իմացել են ու հանել տնից։ Անգինն էլ մի էշպան տուսատվետու էլ։ Ախր մենակ անգինը չի է, ամբողջ համացանցն է տա գրում։ Ինչ քո, անգինը ինչ համացանցը, չեմ հավատում, սուտա։ Բա որ ճիշտ լինի։ Ինչ ես խոսում է այկնիկ, ոնց կարող է դա ճիշտ լինի։ Լիկանուր, սիրած բայլուր, էդ ինչ ես խոսում։ Մեր աշկի առաջ մեծացած, դու տենց հալալ կատնակ երեխա տեսել ես քո կյանքում։ Չէ ու ջան։ Ինձ ինչ ուրիշներ ինչ են խոսում։ Ես իմ աշկի տեսածին հավատամ, թե ուրիշների ասածին։ Բա ինչի են համացանցում նման բաներ գրում, Սահակ։ Այ քո համացանց ստեղծողի ծանողը։ Մի լավ բան չլսեցինք մի օր։ Գնա հաց դիր, են երեխեքին ձեն տամ, կան հաց ուտեն։ Հարկադիրից էին եկել։ 3 օր ժամանակ են տվել, որ դուրս կան։ Անխիղճներ։ Ասիր ու պրծար, խեղճ ժողովուրդ, վարկերի տակ ճռռում են։ Իմի ժողովուրդը արդեն բանկա գնում աղոթելու, ոչ թե եկեղեցի։ Սահակ, տղաներին բան չասես, թող մեզանից դուրս չգա, հա։ Այ խելքից ծում կա։ Կարծում ես մենակ անգինը ինտերնետ ունի։ Են Ալեքսը առավոտից իրգուն ինտերնետում վերահանգած։ Հաստատ ավելի շուտ է իմացել, քան մենք։ Գնա հաց դիր։ Վայ Աստված, ինչ անեմ։ Ասագոր։ Երեխեն ոնց է։ Ես քեզնից չի, առանց ինձ բարևելու մի անգամից երեխուց ես հարցնում։ Կարամ իմանամ ինչի։ Ուղղակի չեմ կարա իմանամ թե ոնց է երեխեն։
Իմ երեխան շատ լավ է, իսկ ես լավ չեմ։ Այդ լավ չի, որ քեզ վատ ես զգում։ Ես էլ գիտեի հիմա մի օրից ավել չեմ պահում հիվանդանոցում։ Ուղղակի ուզում եմ ասեի, որ ինչքան հնարավոր է շուտ բժշկի հետ խոսած, որ քեզ դուրս գրի։ Ինչի՞։ Ինչ որ բան ինչի՞։ Բենոնը քեզ տեսել հիվանդանոցում ու տեղյակ է, որ տեղ ես ու տղա ես ունեցել։ Գնա այդտեղից քանի քո երեխու համար ավելի նոր խնդրեմ չի ստեղծել։ Արդեն ուշ է։ Ինչ։ Ոչ մի բան գոր։ Հավատա, ես էլ եմ ուզում վարկյան առաջ ես հիվանդանոցից դուրս գամ։ Ուղղակի չեմ հասկանում Բենոն ոնց է իմ տեղը իմացել։ Փաստորեն քեզ էլ չի կարելի հա վստահել։ Չէ, Նատալի, սխալվում ես։ Բենոն քո պալատում պարկած կնոջ համար էր եկել հիվանդանոց։ Լիկայի։ Բենոն Լիկայի հետ ինչ կապ ունի։ Լիկան Բենոյի սիրուհին է ու մերի իսպանության մեջ իրան են կասկածում։ Գոր, մեքենան հանի գնում ենք։ Բենիկ, բարձրաստիճան մարդկանց հրավիրել ես մերի թաղմանը։ Ես չեմ ուզում, որ հարցից թաղումը անշուք անցնի։ Մամ, թաղումը հրավիրատոմսով չի։ Դա առաջ էր տղաս։ Հիմա երկրում կարգավիճակ է փոխվել։ Պետք է ժամանակին համընթաց քայլել։ Մամ, գնանք էլի ուշանում ենք։ Տարօրինակ է։ Չեմ հասկանում։ Մարդկանց զգուշացնելը դա մշակույթ է, էլեմենտար մշակույթ։ Մամ, քո թաղմանը ես հրավիրատոմս կուղարկեմ։ Բենիկ։ Կներես, ուրիշ բան եմ ուզում ասեի, թռավ ուղղակի բերանցես։ Անասելի տոթ է։ Ազնվազարմ սև գույնը սուքի խորհրդանիշի վերածելը դա դիզայներների մեծագույն բաց թողումն է։ Ամենամեծ խնդրումը, որ հիմա ինձ հուզում է, այդ թաղման դրես կոդն է։ Իսկ մեդիայից գալու են։ Մամ, դիդ բան ես անում, մամ։ Գնանք, հա, գնանք։ Խնդրեմ։ Ինչպես տեսնում եք, երեխան առողջական խնդիրներ չի ունեցել։ Այդ դեպքում ինչից է հանկարծակի մահացել։ Մորան զգուշության հետևանքով երեխան խեղդվել է։ Դա ձեր կարծիքն է։ Ոչ միայն, որպես կանոն մեր ծննդատանը եղած բոլոր մահացությունները օրենքի համաձայն ենթարկվում են հետազոտության։ Եվ այս դեպքում նույնպես կատարվել է։ Այսինքն դուք հիմնվել եք հետազոտության արդյունքների պատասխանի հիման վրա։ Միանշանակ։ Շնորհակալություն բժիշկ։ Գործի հետ կապված բոլոր տվյալները խնդրում եմ փոխանցեք իմ մեյլին։ Բարի։ Քասթը չի կարելի ես ընկերուս պետք է տեսնեմ։ Անանալ է ձեր հետ։ Չեն ասում բժիշկներ ինչից է մահացել։ Չգիտեմ։ Նորեն սրսկել, հա։ Անընդհատ լացում էր։ Ունեցա ուրիշ տարբերակ չկար դրա համար էլ սրսկեցի։ Հավատս չի գալիս, Աստվածի միջից պետք է մահանարան, ինչից լրիվ առողջ երեխա էր։ Հավատս չի գալիս, լուրջ եմ ասում։ Չգիտեմ, բայց Աստված շատ դաժան է վարվում Լիկայի հետ։ Ու ես ամեն ինչից հետո հաստատ չպիտի սենց բան լիներ։ Հիմա չգիտեմ ինչ անեմ Սարա, ոնց ասեմ մերոնց, որ չգիտեմ։ Իսկ երբ եք պատրաստվում Լիկային դուրս գրել։ Երբ իրեն լավը զգա։ Շատ սկզբունքային մարդ դուրս եկաք բժիշկ։ Ինչպես ազգում իրեն Լիկան։ Ահա որը։ Բժիշկ կարելի է։ Իհարկե ներս եկեք։ Ինչ որ խնդիր կա։ Ճիշտն ասած, հա, ես ուզում եմ, որ կարգադրեք, որ մենք դուրս գրվենք։ Ճիշտն ասած, շատ ծանր է նույն պալատում գտնվել հանցագործ ու որդեգուրոյս մոր հետ։ Ես կասեմ, ձեր սենյակը կփոխեն։
Չէ, կարիք չկա, ես իրոք ուզում եմ դուրս գրվել, մենք մեզ լավ ենք զգում։ Երեխայի պորտը ընկել է, հանգիստ կարող եմ դուրս գրել։ Ես քրոջը կասեմ պորտը մի լավ կմշակի, դուրս կգրեմ կգնաք տուն։ Շնորհակալ եմ շատ ընդառաջելու համար։ Նազիկ համար 10 պալատի ծնդկանի նախապատրաստի դուրս գրման։ Գնացեք քուրիերի սենյակ, Նազիկը ձեր հարցով կզբաղվի։ Շնորհակալ։ Տեսար այդ հարկադիրի ձևերը, ձեզ 3 օր ժամանակ։ Դրանց ոնց որ հատուկ ջոկաս լինեն։ Մի քանի շոր եմ վերցրել, մեկ էլ տենց աման-չաման։ Այդ գարցիրով բան, գրուզավի կբերեն, կվերսեն, կտանեն։ Օրեքս պես կարճին հերո ես տուն բարձել։ Աշխարհի ծերից գնում ենք այն մյուս ծերը։ Չարբախից էլա հերո է տունը։ Կներես էլի, ամսական $1000 տղա չես, որ կենտրոնում տուն առնենք։ Էլի սկսավ նվնվոցը։ Կաշխատենք կտանք։ Աբել, դու չես հասկանում, որ այս տան հիմքը մեր պապան ա գցել։ Այս տան ամեն քարին իր ձեռքը կպել ա, հասկանում ես։ Այսօր մեզ մեր հորական տնից դուրս են հանում ու դու տես բաների մասին ես մտածում, միտքդ մենակ ծայրամասից կենտրոն հասնելն ա։ Հայրական տուն, պապայի շարած պատ, այդ հնադարյան մուղամը թարգի։ Կաշխատենք սրանից լավը կառնենք։ Դու չգիտեմ ոնց, բայց ես երդվում եմ։ Ամեն ինչ անելու եմ, որ մեր հորական տունը հետագայում նորից հետ առնենք։ Հա, երազի, ծրի հալավոր։ Կտենաս, կսովորեմ, կաշխատեմ, օր ու գիշեր կաշխատեմ ու կանեմ։ Դե արա, թո չուզոքլե ես լինեմ։ Հա, մեկ էլ մեծ աղբորս հարգելու եմ, բայց կյանքում էլ չեմ լսելու։ Սեփական կաշվից վրա եմ զգացել վտանգավոր առողջության։ Ալեքս, լրջով թարգի։ Նենց չի, որ այս վիճակը ինձ դուր ա գալիս։ Բայց դե հիմա ինչ անեմ, սխալվել եմ։ Սաղ դյա։ Տեսուր։ Աշխարհի ծերը տուն ա վարձել, գնում ենք այդ վարձած տուն։ Ոչ մի տեղ էլ չեք գնում։ Դեռ գոհղի, որ ես փողոցի մեջ տեղում չեմ տալիս, դդում գլուխը ջարդեմ։ Թե քեզ թվում է Սահակը լակոտեր մի բան ասեց ու վերջ։ Սահակն ա էլի, ասեց ու չարեց։ Չէ, Սահակցիա, իրոք անհարմար ա էլի։ Շնորհակալ եմ, գիտեմ, որ պապայի փոխարեն մեր մեջքին կանգնած ես եղել, բայց այս այդ դեպքը չի։ Մենք հələ ես իմ քանի տարի նոր տուն կառնենք, թե չէ, այդքան հո ձեր տանը չենք մնալու։ Ինչքան պետքա կմնաք։ Ես ձեր վրա ջրաչափ եմ դրել։ Սաղ գիտենք, բայց չենք ուզում ես թաղում մնանք։ Թե քրոջդ հետ կապված ես ասում, լթող մեկը համարցակի խոսը բերանները կջարդ։ Եղավ։ Ես ամեն ինչ մեր տուն բերեք։ Այդ ձեր վարձով տանտիրոշնա զանգ եք ասեք, որ փոշմանել եք։ Շարժվեք։ Ինչ լավն ա մեր տղեն։ Այս ապորտետ կմշակեմ ու քեզ կճանապարհեմ տուն։ Փաստաթղթերը նորմալ են։ Հա, ասել եմ զբաղվեն այդ հարցով, մինչև հավաքվեմ դե կբերեն, էլի։ Հա, առանց ծննդականի չենք կարող վարկենք տուն։ Հերիքա, իրար տեսակ, ծանոթացակ։ Տուն ինձ իրան։ Չէ, մի րոպե։ Որ խնդրեմ խաչը կտակ։ Իսկ քո խաչն է։ Աստված քեզ պահպան։ Ռոբ։ Յոթ տարի ես խաչի այսօրվա համար եմ պահել։ Աստված երազանքդ կատարել այլ ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Արդեն երջանիկ եմ։ Ինչ ես այդպես նայում։ Ինչ որ խնդիր կա։ Հա, կա։ Ինչ խնդիր։
Էս քո երեխեն չի, էս Լիկա երեխեն է։ Ոչինչ, որ ես ներվում եմ։ Ինչ ես անում, աղջի ջան, տես մաքուրա, սա մաքուրա։ Երիկա դու սարի տես գնա։ Երեխան լավ է, Լիկ, բայց չէր ուզում ոչ մեկ հետ խոսեր, ճիշտն ասած քո հետ էլ չուզում։ Ուզում եմ տեղակ պահեմ, որ երեխայի մահվան եզրակացությունը արդեն եկել է։ Երեխան խեղդվել է ձեր անզգուշության պատճառով։ Ինչ։ Դու չգիտես թե ում հետ գործում ես։ Ես այդ կորցնելու ոչինչ չեմ անում։ Ու նույնիսկ բանդից կկարգադրեմ, որ քեզ սպանեն, հասկացար։ Պատրաստվեք։ Ձեզ կալանավորների համար նախատեսված հատուկ հիվանդանոց ենք տանում։ Տեսեք Սարոն ինչ է գցել ինտերնետ։ Սարոնը։ Սիրուհու Սամուսինը։ Լիկ։ Ես սիրում եմ քեզ։ Ուզում եմ հասկանամ դու ընդհանրապես գիտես ինքը ով է, որ քեզ իրավունք ես վերապահում իր հետ այդպես խոսելով։ Մարդասպան հանցագործը։ Մամա, երեխան մահացել է, մամա։ Ինչի՞ց։ Քնիչ ասաց, որ Լիկայի անզգուշությունից խեղդվել է երեխան։